15 օր է անցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից, որի ժամանակ տեսանք պրագմատիկ, իրատեսական, գնահատական Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, միջազգային իրավիճակի վերաբերյալ հնարավորությունների ճիշտ գնահատում։ Ասուլիսից հետո բարձրացավ մի աղմուկ, աղաղակ, որ մեծամասամբ շատ հասկանալի էր։ Նիկոլենց աղմուկը հենց ասուլիսի առաջին րոպեից հասկանում եմ, որովհետև ամեն անգամ վախենում են իշխանությունից զրկվել։ Ադրբեջանի աղմուկը հասկանում եմ, որովհետև եթե Նիկոլը վախենում է, որ Քոչարյանը հնարավոր է իր ձեռքից վերցնի իշխանությունը, Ալիևը վախենում է, որ Հայաստանում կարող է խելքը գլխին առաջնորդ վերադառնալ ու ինքը կորցնի այն օգուտները, որ քաղում է Նիկոլից։ Քաղաքական բազմաթիվ ուժերի ու անհատների անհանգստությունը հասկանում եմ, որովհետև Քոչարյանը հաստատելով, որ քաղաքականության մեջ մնալու է և պայքարելու է, շատերի հնարավորությունները մոտենում են զրոյին։ Չնայած, որ Քոչարյանի ոչ ակտիվ ժամանակ էլ հնարավորությունները նրանց բարձր չեն եղել։ Բայց ամենամեծ աղմուկը, այսպես ասած, նախկիններից էր։